Շանթի եթերը շարունակում է հեռանկար, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Պարոն Մարուքյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Թրիփի իրականացման շրջանակային փաստաթուղթն ընդունվեց եւ հրապարակվեց, թե ինչպես է գործելու Սյունիքով անցնող ճանապարհը։ Այդ փաստաթղթում մի քանի անգամ հիշատակվում է, ընդգծվում է Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության մասին, տարբեր կետրով, տարբեր դրույթների ընթացքում։ Իսկ դուք ընդդիմադիրներդ ասում են իշխանության ներկայացուցիչները, որ շատ ժամանակ առաջ գուժում եք Սյունիքը կորցնելու մասին, հետո ասում եք իշխանությունները տվեցին Զանգեզուրի միջանցք, հիմա ընդունում եք, որ վտանգների գնահատման մեջ չափազանցումներ կային։ Ուրեմն ես օգոստոսի 8-ին գիշերը ուղիղ եթերում բացատրել եմ մարդկանց օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որը կարևոր փաստաթուղթն է, որը ստորագրված է ԱՄՆ նախագահի կողմից որպես ՎԿ եւ Իլհամ Ալիևի եւ Փաշինյանի, եւ ըստ այդ փաստաթղթի Հայաստանը Ադրբեջանին է զիջել անխոչնդոտ անցում։ Դա Ադրբեջանում կոչում են Զանգեզուրի միջանցք, Հայաստանում կոչում են Թրիփ։ Ալիևը վերջին հարցազրույցներից մեկում ասաց, ինչ ուզում անունը դնեն, դա մեկը մեր Զանգեզուրի միջանցքն է։ Դրա համար ես կարծում եմ, այդ հարցի վերաբերյալ սպառիչ ես իմ դիրքորոշումը ասել եմ, Հայաստանը Ադրբեջանին ոչ մի բանի դիմաց տվել է անխոչնդոտ անցում, եթե ավելի անկեղծ խոսենք, ոչ մի բանի դիմաց չի տվել, Հայաստանի իշխանությունը դա տվել է իր իշխանությունը պահպանելու, վերարտադրելու եւս 5 տարով լինելու համար, այսինքն միջազգային աջակցություն ստանալու, որ եւս 5 տարի լինի Հայաստանում իշխանություն։ Բայց դրա դիմաց 50 տարով պլյուս էլի 49, 99 այդ վերջնական փաստաթղթերը երբ որ կլինեն կտեսնենք, որովհետեւ ես ուզում եմ նաեւ հետ գալով ձեր ասած շրջանակային այդ փաստաթղթից խոսելիս ասեմ, որ պրեամբուլայում գրված է, որ սույն փաստաթուղթը իրավաբանական պարտավորություններ չի առաջացնում, իրավական, ոչ Հայաստանի համար, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, դեպի այդ փաստաթուղթը անիմաստ եմ համարում քննարկել։ Բայց այս փաստաթղթին ասում են հաջորդելու է այլ փաստաթղթ, սա պարզապես ճանապարհային քարտեզի պես ինչ ուզում է հաջորդի օգոստոսի 8-ի մեջ գրված է, որ Ադրբեջանը ստանում է անխոչնդոտ անցում, դրան գումարած, այս փաստաթղթում նաև գրած է, որ կա front office եւ back office։ Հիմա եթե դա իրականություն դառնա, դա նշանակում է Ալիևի պահանջը, որ ինքը հայերի երեսը չի տեսնելու, դա նույնպես բավարարված է։ Այսինքն ինչ է ասել Ալիևը, որ չի եղել, էլի ինչի վրա են իրանք ուրախանում։ Կամ ասենք Հայաստանը իր սուվերեն տարածքում, ինքն իր երկրում ինչ որ բան է անում Միացյալ Նահանգների հետ, եթե դա Միացյալ Նահանգների հետ է, եւ դա ստորագրվում է Ալիևի կողմից։ Հիմա այս օրինակ եմ բերում, օրինակ Զվարթնոց օդանավակայանը, եթե մենք որոշենք անվանել Դոնալդ Թրամփի անունով, Իլհամ Ալիևը այդ թղթերը մեզ հետ ինչու պետք է ստորագրի։ Այդ ստորագրելու պահից եմ ասել Ժորժ ջան, էս է դա։ Իմացեք, որ սա է դա։ Հիմա ժողովրդի իր գնահատականը սպասվող ընտրություններով պետք է կա նաև հատված, որ ճանապարհով օրինակ Հայաստանն էլ Ադրբեջանն էլ տրամադրելու է Հայաստանի ճանապարհ, որ Հայաստանն էլ միանա իր մյուս օրինակ ավելի կարճ ճանապարհով միանա Մեղրիին։ Թող կտան կտեսնենք, բայց դա նույն պայմաններով չի։ Այսինքն երբ որ մենք երասխով գնանք Մեղրի, եթե կգնանք, էլ չգիտեմ այդպիսի հայ, որ ուզում է երասխով գնա Մեղրի, բայց ամեն դեպքում մեզ ստուգելու է ադրբեջանցի սահմանապահը եւ չի ապահովելու մեր անվտանգությունը նույն ամերիկացիների կողմից այդ ճանապարհներին։ Բայց հակառակ պարագայում իրենք հայերը ընդհանրապես չեն տեսնելու։ Բայց այդ փաստաթղթում հստակ գրված է, որ Հայաստանի օրենսդրությունն է գործելու, Հայաստանի մաքսային կանոններն են գործելու։ Հիմա այստեղ կարևոր է, որ անձ կանգնած լինի այնտեղ, թե օրինակ ժամանակակից միջոցներով նույն հարցը ըստ էության նաև իշխանությունն է բարձրացնում, թե ժամանակակից միջոցներով, ինչպես օրինակ աշխարհի շատ տեղերում ընդունված է, դրվեն ժամանակակից միջոցներ եւ ապահովի այդ անցումը։ Շատ լավ է, ես կողմ եմ ժամանակակից միջոցներին, ես 21-րդ դարի բոլոր տեխնոլոգիաներին ներդրումանը կողմ եմ։ Խնդիրն անում է, որ Հայաստանը միջանցք է տվել առանց որևէ բան ստանալու։ Հայաստանը հանձնել է միջանցք։ Ինչ կդնեն IT տեխնոլոգիաների։ Այո, IT տեխնոլոգիաները կկիրառեն, ինչ կանեն։ Հայաստանը միակողմանիորեն դրա դիմաց ոչ մի բան չստանալով Ալիևին տվել է Ադրբեջանը։ Միջանցք բառը որտեղից եք դուք միջանցք բառը, դենք կարևորը բառը չի, կարևորը բովանդակությունն է։ Ախոչնդոտ անցումը
որը դեռևս գալիս է նոյեմբերի 9-ի փաստաթղթից, Ալիևը ստացել է այս փաստաթղթով։ Ուղղակի նոյեմբերի 9-ով Ղարաբաղ, հիմա չկա Ղարաբաղ։ Այսինքն թե այն ժամանակ Ղարաբաղի հարցում ինչ-որ զիջման գնում էր, հիմա չկա ոչ մի բան, ինքը Հայաստանի շարունակում է ստանալ։ Մեր քննադատությունը սրա մասին է եղել։ Մեր քննադատությունը նրա մասին չի, որ նոր տեխնոլոգիաներ դնեն, օրինակ Face ID-ով, հա, մարդկանց դեմքը արձանագրելով այդ մարդը անցնի, բան։ Դա չի վերաբերվում մեր քննադատությանը։ Հասկանում եք, ադրբեջանցիների անցումը եւ բեռների եւ քաղաքացիների չի առնչվելու հայության հետ։ Հայ էթնոսի հետ չի առնչվելու։ Այսինքն Ադրբեջանը ի սկզբանե մի հատ պահանջ է դրել, որը հետ գնալով նույն ցեղասպանության պահանջն է, որ մենք ուզում ենք, որ դուք ստեղ չլինեք։ Եվ իրանք հասել են իրանց ուզածին, մենք այնտեղ չենք լինելու։ Մեր իշխանությունը գնացել տվել է դա։ Սրա մասին է խոսակցություն, թե չէ ուրիշ տեխնոլոգիաներ կդնեն, այնտեղ ուրիշ մարդիկ կգնան կգան, մենք կարտապատվիրակենք լիազորությունները, բան, երբ որ ճանապարհը front office, back office-ի մասին խոսեցիք, քանի որ դրան էլ ընդդիմությունը շատ անդրադարձավ, հենց վարչապետն էլ ասաց, որ այ որոշումները կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն back office-ը, ոչ թե front office-ն է այդ որոշումները։ Front office-ը ինչի համար է այդ դեպքում։ Հիմա պետք է ասում եք, ես եկել եմ ձեր մոտ, դուք հաղորդավարն եք, բայց դուք չեք հաղորդավարը։ Օրինակ Զվարթնոցը խանավականի օրինակն են բերում։ Այո։ Ինչպես է նույն կառավարման, ասում են, համակարգն է, չէ՞, նույն այնտեղ պատվիրակված է եւ այլն։ Front office եւ back office կա։ Չէ։ Զվարթնոցում ցանկացած ադրբեջանի քաղաքացի կլինի, այլ երկրի քաղաքացի կլինի, որ ժամանի մաքսային ծառայությունը, սահմանապահ ծառայությունը հսկողություն է իրականացնում, եթե անգամ նոր տեխնոլոգիաներն էլ տեղադրեն, օրինակ ոնց որ Դուբայի արաբական էմիրություններում է, էլի այդ process-ով անցնում է։ Այն ինչ որ Ալիևը պահանջել է եւ ստացել է, դա հայկական ծառայությունների հետ շփում չունենալն է մեր տարածքում։ Եվ նա դա ստացել է։ Եվ ամփոփելով ուզում եմ ասել հետեւյալը, երբ որ այդ ճանապարհը կգործի, ինչ են հիմա իրանք այս լուրերը անդադ տարածում, թե ընտրություններից առաջ այդ ճանապարհը չի գործելու։ Իրանք ընտրությունների առաջ մարդկանց մանիպուլացնում են, որ ամեն ինչ լավ է, ոչ մի բան չենք զիջել, ոչ մի բան չենք հանձնել եւ այլն։ Դրանք գործի մարդիկ կտեսնեն, չէ՞ որ հայկական պարեկ չկա, կտեսնեն, չէ՞ որ հայկական սահմանապահ չկա, մաքսային ծառայող չկա։ Հիմա դրանուն ինչ ուզում է դրեն մարդիկ կտեսնեն բոլորը, որ այդպես է։ Թող սարքեն այլընտրանքային լուծումները որոնք են, այսինքն դուք դրան այլընտրանք ինչն եք առաջարկում։ Դրան այլընտրանքը ինչ կա դրան այլընտրանք։ Հիմա ոնց որ մեկը գա ասի, եկեք Վանաձորը հանձնենք օրինակ Ադրբեջանին։ Ես ասեմ չէ, նորից ասում եք Սյունիքն են հանձնում։ Նույն բանն է։ Ես ասեմ չէ, եկեք չհանձնենք, մեկը ասի, իսկ դուք ինչ այլընտրանք եք առաջարկում։ Չհանձնել։ Բացարձակապես Հայաստանի Հանրապետությունը որևէ բանով պարտավորված չէր Ադրբեջանին ոչ մի բան չստանալու դիմաց։ Դա ապաշրջափակման հետ կապ չունի։ Ապաշրջափակման հետ դա բացարձակապես կապ չունի։ Ապաշրջափակումը ուրիշ հարց է։ Ապաշրջափակումն այն է, որ բոլոր ճանապարհները բացվում են, նույն պայմաններով օգտագործվում են։ Հիմա եթե բոլոր ճանապարհները բացվեն, նույն պայմաններով օգտագործվեն, այդ ճանապարհը արտոնյալ ճանապարհ Ադրբեջանի համար։ Էլ ոնց բացատրենք։ Մնացած բոլոր ճանապարհները գործելու են սովորական պայմաններով։ Այդ ճանապարհը լինելու արտոնյալ, անխոչնդոտ է լինելու։ Էս է խնդիրը, որ եղել է։ Եվ սրա էլ ընտրանքը դրա չանելն էր ուղղակի։ Դու դա չանել, չհանձնել։ Հիմա օրինակ Ադրբեջանը մեզանից երի պահանջներ ունի, չէ՞, սահմանադրությունը փոխեք, զինանշանի վրից հանեք Արադ լեռը։ Հիմա դուք ինձ չեք հարցնում, չէ՞, իսկ դուք ինչ եք առաջարկում, ինչ անել զինանշանը։ Չփոխել զինանշանը։ Թողնել զինանշանը մնա իր տեղում։ Չնվաստանալ Ադրբեջանի առաջ։ Դուք նաև ունեք այլ ընտրանք, ասում եք օրինակ մինչև օգոստոսի 8-ը գոնե թե ասում եք որ նոյեմբերի 9-ի փաստաթղթն եք կարևորում եւ ասում եք վերադարձ նոյեմբերի 9-ի փաստաթղթը հիմա էլ եք շարունակում այդ չկա այդ փաստաթղթը ոնց շարունակենք արդեն կա օգոստոսի 8 նայեք մինչև օգոստոսի 8-ը չի չեղարկվել ամեն դեպքում չէ նոյեմբերի 9-ը որևէ մեկը իր ստորագրությունը չի կանչել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ամեն դեպքում կողմերը բոլորն ասում են փաստաթղթը այլևս չի գործում Ես չգիտեմ, Ռուսաստանն ասում է գործում է, ոչ ոք չի ասում որ գործում է, եւ այդ պարագայում մենք ունենք իրավիճակ, որ նոյեմբերի 9-ով, եթե մենք շարունակենք բանակցել, մենք ոչ մի բան չենք տա։ Բայց մենք չգնացինք նոյեմբերի 9-ով բանակցելու, որ գնանք տանք, եւ գնացինք տվեցինք։ Որտեւ նոյեմբերի 9-ով բանակցությունների ժամանակ որ Ալիևն ուզում է քեզանից միջանցք, դու ուզում ես Ղարաբաղ, որը չկա։ Նոյեմբերի 9-ով չենք տալու միջանցք։ Չէ։ Էլ ոնց է տալու, եթե Ղարաբաղը չկա։
Չկա Ղարաբաղը։ Նայ կար Միջանցք, եթե կա Ղարաբաղ, եթե չկա Ղարաբաղ, չկա Միջանցք։ Հիմա դու նոյեմբերի 9-ը փակում ես, Ղարաբաղը չկա, ժողովուրդը չկա, Լաչինի Միջանցքը չկա։ Շատ լավ, ռուսները չեն գալու, Facebook-ն չեն գալու, նոյեմբերի 9-ի փաստաթղթով գալու է ճանապարհին կանգնել։ Ռուսների ուզածը դա չէ։ Եթե կգային, եթե կպիտի գան, ուրեմն լինի Ղարաբաղ։ Ղարաբաղով էր մեզ տալու։ Շատ լավ։ Այսինքն դուք նկատի ունեք, որ Ղարաբաղը կորցրած, Լաչինի Միջանցքը կորցրած, խաղապարներ չունենք, 150,000 մարդ է Հայաստանում, մենք պետք է գնանք, տայինք ճանապարհ վրեն է ռուսներ։ Դուք եք ասում։ Չէ։ Ինչի համար։ Դա չի ստացվում։ Ոչ կա դա ստացվի։ Այսինքն Ռուսաստանը պատրաստ էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով օգներ այնպես անել, որ լիներ Լեռնային Ղարաբաղը։ Դա դուք ասում եք մինչև Ղարաբաղի կորուստը, ասում եմ կորուստից հետո Հայաստանը դուք Ղարաբաղի կորուստից հետո եք դուք ներփնտրում որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այո, կորուստից հետո ասում էի նոյեմբերի 9-ով մի տվեք այդ անտերը, որովհետև դրա ստորագրությունը դուք ստորագրել եք, նայեք նոյեմբերի 9-ը ես չեմ ստորագրել, դուք չեք ստորագրել։ Փաշինյանը ստորագրել է, որ կա Ղարաբաղ, կա Լաչինի Միջանցք, կա բան գիծ, շփման գիծ, կան խաղապահներ, կա Լաչինի Միջանցք ու ես ձեզ կտամ ճանապարհ որ դուք անցնեք։ Հասկացա՞ր։ Հիմա այդ ծախ չկա, դուք ասում եք, ինչի՞ պիտի գնանք։ Եկեք հիշենք Ռուսաստանից հնչող հայտարարությունները, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կորստից հետո։ Հիմա ոչ մեկի հայտարարությունից ասում եմ մենք կարող ենք գնալ բանակցությունների մեջ ներգրավել իրանց եւ ասել Ալիևի պահանջը ապօրինի է, որովհետեւ այդ պահանջը հիմնված է։ Եվ դրական լուծում էր լինելու ասես։ Շատ լավ։ Բայց մենք չենք օգտագործել դա, գնացել ենք ընդ տվել ենք, հետո։ Շատ լավ։ Իսկ դուք մտածում եք ռուս լրագրող Սոլովյովի վերջին աղմկահարույց հայտարարությունը իր մտքերն էին պարզապես։ Հիշեցնենք հա մեր հեռուստատողներին, որ Սոլովյովը ստույցան առաջարկում էր այնինչ արեցին Ուկրաինայում եւ անում են նույնը անել Հայաստանում թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։ Այո, նա քննադատում էր ըստ էության իր իշխանություններին, որ խիչ ենք կարա Հայաստանի։ Դա պարզապես կարծում եք Սոլովյովի որպես լրագրողի խոսքեր էին։ Ես չեմ կարող ասել, դե հայտարարողն ինքն է, հիմա կարող ենք երկու տարբերակ ընդունել։ Տարբերակ A, որ ինքը Կրեմլի խոսքույթն է ասում, ուղղակի իր միջոցով են դա մեզ տեղեկացնում, եւ տարբերակ B, որ ինքը ուղղակի տենց դերի մեջ է մտել եւ նման բաներ է խոսում, որը Մարիա Զախարովան ասում է, չէ, դա իր կարծիքն է, մենք կապ չունենք եւ այլն եւ այլն։ Ամեն դեպքում դեսպանը կանչվել է ԱԳՆ, բողոքի նոտա է ստացել, բայց ես ուզում եմ ասել, Սալավյովը մի հատ պրոպագանդիստ է, չէ։ Հիմա Հայաստանում էլ կան, չէ, իշխանության պրոպագանդիստներ, որ Արաուդից իշխանության թեզերն են պրոպագանդում։ Ես էլ ասում եմ, Սալավյովը ասել է, դուք եք պատասխանեք Սալավյովին, ինչի՞ց եք վախենում, որ ամբողջ իշխանությունը դիմեր ընդդիմության, որ ընդդիմությունը պատասխանի Սալավյովին։ Դուք ինչքան ժամանակ հետո անդրադարձաք Սալավյովի այդ հարցում, որովհետև նույն իշխանությունն ասում էր, ուր է ընդդիմությունը, ով պաշտպանում է Ռուսաստանին։ Ես չեմ կարծում, թե իմ հետ էին, ինձ նկատի ունեին, բայց իշխանությանն էի քննադատում, որ ինչի չեն իրանք արձագանքում եւ իրանք դիմում են իրանց ընդդիմադիր գործընկերներին, այսինքն երկու տարբերակ կա, որ շամպես վախենում են Սալավյովից, տարբերակ 1, տարբերակ 2, ուզում են բանը կրակիչ շագանակները հանեն ուրիշի ձեռքերով, այսինքն դուք ընդդիմադիրներ գնացեք քննադատեք։ Հիմա Սալավյովի հարցը արդեն անցել է, որովհետև բոլորը պատասխանել են, չէ։ Հիմա Հական Ֆիդանի հայտարարությունը կա, ով է պատասխանը։ Քիչ են պատասխանում, բա։ Սալավյովը սորական պրոպագանդիստ է, Հական Ֆիդանը եղել է Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավար, հետախուզության, եթե չեմ սխալվում, հիմա արտգործ նախարարն է։ Ուր է մեր ԱԳՆ-ի պատասխանը։ Ուր է որևէ իրանց պատասխաններն ուր է, այսինքն Հական Ֆիդանը հայտարարություն անում, որը ընտրություններից առաջ ես կարծում եմ միջամտություն է մեր երկրի ներքին գործերի։ Ինչպես է միջամտումը։ Դե ասում է Հայաստանում իշխանություններին մենք աջակցում ենք։ Նման հայտարարություն Բա ինչ ասում, հայտարարության կոնտեքստը դրա մասին է։ Կոնկրետ նման հայտարարություն աջակցում ենք Հայաստանի իշխանություն, պաշտոնապես մերոնք քերքեցին դա։ Հայաստանի իշխանություն, չէ, որտեղ ԶԼՄ-ներում կար որ ասում են մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին։ Ասում են ընդդիմությունը մանիպուլացնում էր, իշխանությունը հստակ անդրադարձավ, չկա նման բան։ Եթե ես ասեմ որ Ֆիդանը ասել է մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին, դա սուտ կլինի։ Եվ դա նման բան չեմ ասում, ճիշտ է։ Ես ասում եմ Հական Ֆիդանի հայտարարությունը աջակցությունն է մեր գործող իշխանություններին, որտեղ ինքն ասում է, որ վարվող քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը, մենք աջակցում ենք։ Եվ այս իշխանությունը ըստ հարցումների ունի մեծամասնություն։ Դա աջակցություն է։ Այո, դա աջակցություն է եւ միջամտություն է մեր ներքին գործերին։ Դա իրանց գործը չի, թե որ հարցումներով, ով ինչ տեղում է։ Այդ ով է հարցում արել, որ իշխանությունը առաջ տեղում է։ Թուրքական հատուկ ծառայություններն են արել, թե ով։ Ով է արել։ Հայաստանում ներսում լիքը հարցումներ են հրապարակվում, որտեղ ցույց է տրվում, որ օրինակի համար այս կուսակցությունը շարունակում է Հայաստանի որևէ գործիչ Ադրբեջանի հարցումների, Ռուսաստանի հարցումների, Իրանում հարցումներ չի լինում, լավ Իրանը դնենք լիքում։ Վրաստանում քաղաքական ուժերի հարցումների վերաբերյալ հայտարարություններ անի։ Դուք տեսել եք։
Ինչ գործ ունի Ֆիդանը Հայաստանի ընտրությունների հետ, ինչ կապ ունի։ Պարոն Հիմա Մարուկյան, այսինքն նայեք, եթե մի հատ բանա ինչ որ միտեղից մի հատ շարքային գիսախելագար ռոպագանդիստ մի բան ասի, պետք է ամբողջ երկրով պատասխանենք։ Բայց պաշտոնական մակարդակում ինչ ասես ասում են։ Ալիևը հայտարարեց, որ Թրիփը Դանիել Զանգեզուրի միջանցքն է։ Եվ դա միջանցք է։ Ուրա Ալիևին պատասխան, ինչի չեն պատասխանում։ Զրո պատասխան։ Եվ ամեն օր անդադար Ալիևը ֆինանսավորեց Արևմտյան Ադրբեջանի Զանգեզուրի միջանցք օգտագործում է եւ ամեն անգամ օգտագործելուց դա հիմա միջանցք է թե միջանցք չէ, մարդն ասում է միջանցք է։ Ուրիշ բան ասեմ։ Արևմտյան Ադրբեջանի կազմակերպությունը ֆինանսավորում է Ալիևի, այսինքն նախագահական աշխատակազմից։ Եվ տվյալները հրապարակվել է, մեր ԶԼՄ-ներում հրապարակվել է։ Եթե չեմ սխալվում, հետքի ուսումնասիրությունն է։ Կա արձագանք, օրինակ, բա ոնց եղավ, որ հայկական կողմը Ղարաբաղի հարց չի բարձրացնում, հարցը պարլամենտում վարչապետը հայտարարել է, որ դա փակված է, ուզում է վերև թռնեք, ներքև ես հարցը փակել եմ, բայց Ալիևը Արևմտյան Ադրբեջանի հարցը բացակայում։ Կարևորը այն չէ, դուք էլ իրավաբան, կարևորը այն չէ, ինչ արձանագրված է փաստաթղթում։ Իսկ նույն օգոստոսի 8 նույն շրջանակային չէ, խոսքը Ալիևի Զանգեզուրի միջանցք եւ այլն օգոստոսի 8-ում գրված է, որ մենք տվել ենք միակողմանի անխոչնդոտ անցում, այո։ Նման բան է գրված։ Անխոչնդոտ անցում, այո։ Գրված է միայն այդ պասով անխոչնդոտ անցում, մնացած մասով գրված է Հայաստանին առավելությունները։ Պարոն Մարուկյան, դուք Ես կարող եմ ձեզ ուղարկել իմ այդ գիշերվա լայվը, որ դուք դիտեք, կամ ուրիշ ձեզ բան ասեմ։ Եթե դա ընթերցել միջանցք Չէ, այսինքն դուք ուզում եք միջանցք բառ լինի, թե բովանդակությունը։ Ես օքեյ եմ միջանցք կոչեն, բայց բովանդակությունը չլինի միջանցք։ Հիմա մենք ի՞նչ ենք քննարկում։ Ես այս բովանդակությունն եմ ասում, որ հայ սահմանապահ, հայկական ծառայություններ չեն տեսնելու ադրբեջանցիները։ Այստեղ ա եղել խնդիրը, սա ենք մենք քննադատել, Հայաստանը սա եզրափակելով իշխանությունն ասում է 15 տեղ նշված է Հայաստանի ինքնիշխանություն, իշխանությունը 8 տարվա մեջ այնքան բան ասել, որ տենց չեղե հիմա։ Հենց դες մարդկանց եք հղում անում, կներեք, իշխանությունը ասում է։ Իշխանությունն է ներկայստեղ լինում ընդդիմությանն եմ ես հղում անում, պարկեաճար չենք տալու, իշխանությունն ասել է արագաչափերը հանելու ենք, իշխանությունն ասել է հարկերը չենք բարձրացնելու։ Շատ լավ, պարոն Մարուկյան, գալով ընդդիմադիրներին, շատերը նշում են, որ ընդդիմությունն ավելի շատ քննադատում է, քան առաջարկում։ Կա այսօր հստակ ձևակերպված ընդդիմադիր օրակարգ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերում եւ առհասարակ Հայաստանի ներքին քաղաքական հարցերում։ Նախ ես չեմ հասկանում ինչ անշանակում ընդդիմությունը, ում նկատի։ Թող անուններով խոսան, ում ընդդիմությունը ով։ Ռոբերտ Քոչարյանը, ով Սերժ Սարգսյանը, Հայ-Հեղափոխական Դաշնակցությունը, ԲՀԿ-ն ով։ Եթե կոնկրետ ինձ հարց տաք, ես կասեմ, որ հարցի վերաբերյալ ինչ առաջարկում եմ։ Օրինակ ես առաջարկում եմ Հայաստանի ատոմակայանը չփակել։ Այս իշխանությունները ամեն օր աշխատում են, որ այդ ատոմակայանը փակի։ Ամեն օր ինչով զբաղված է, այդ ատոմակայանը ուզում է փակի։ Դրա մասին բազմիցս հայտարարություններ եմ արել, առաջարկում եմ։ Այս իշխանություններին ուրիշ առաջարկներ են կարել։ Այ դուք նոյեմբերի 9-ի առաջարկն եք ասում, որ մենք առաջարկում ենք չտալ միջանցք օգտվելով այն հանգամանքից, որ չկա այլ Ղարաբաղը։ Ղարաբաղ չկա, մի գնա խոսա միջանցքը, չէ գնացին, խոսացին, հասան Տրամպի կաբինետ, վերջը տվին։ Ուզում եմ ասեմ, ամեն հարցի վերաբերյալ չկա է հարց, որ մենք առաջարկություն չունենանք։ Օրինակ հիմա գույքահարկը աստղաբաշխական թվերով բարձրանում է։ Այդ գույքահարկի օրենքը խորհրդարանը ընդունել է 19 թվականին, երբ որ մենք պարլամենտում ենք։ Դուք հիշում եք ինչ կռիվ ենք տվել դրա համար։ Բայց ոչ ոք մեզ չէր լսում, որ ասում ենք մի արեք, այդ բեռը ծանր բեռա լինելու ժողովրդի վրա։ Հիմա տարի, ամեն տարի դա բան է, ամեն տարի ավելանում է։ Հիմա դուրս եկեք փողոց, մարդկանց հարցրեք, ասեք ձեզ լավ եք զգում։ Այդ գումարը որ գնում է Երևանի քաղաքապետարան, դրա դիմաց ծառայություններ ստանում եք դուք այդ մակարդակի, այնքան փող ինչքան որ ձեզանից հավաքում են։ Այսինքն առաջարկել ենք։ Բայց ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում ընդդիմությունը ինչի համար է, որ քննադատի չթողնի իշխանությունը իր սահմանները, սահմանությամբ սահմանված անցնի, հակակշռի եւ փոզսպի։ Հիմա մեկը կարող է, ես նաև այդ քննադատողներին չեմ ուզում քննադատել, մեկ կարող է շատ քննադատի։ Մեկ կարող է, օրինակ, մեր քննադատությունը միշտ կառուցված է բանի վրա։ Առաջարկ, եթե չեն անում քննադատություն եղած օրենսդրական նախաձեռնության հիմնավոր, բայց անպայման ալտերնատիվ առաջարկ, անպայման։ Նենց չի եղել, որ ասենք, այս բանը քննադատենք ու տենց ասենք, բա ինչ անենք, ասենք ինչ ուզում եք արեք, ես ինչ անենք։ Եթե մենք լինենք, մենք բան անենք, մենք առաջարկ հետը ներկայացնենք։ Ամփոփելով մեր զրույցը, դուք հայտարարել եք, թե վայ այն ընդդիմադիր ուժին, որը դեմ կգնա ընտրություններով մեկ միասնական բևեռով հանդես գալու ժողովրդի պահանջին։ Այո։ Արդեն շատ ուժեր սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ, մենք արդեն տեսնում ենք եւ այլն։ Դուք տեսնում եք կամքը մեկ միասնական բևեռով հանդես գալու։ Տեսեք,
Մենք ունենք հարցումներ Telegram-յան ալիքների, ոչ Telegram-յան ալիքների, որովհետեւ մարդկանց ասում ես դուք ինչ եք ակնկալում, դուք ուզում եք որ ընդդիմադիր ուժերը անջատ գնան ընտրական process-ին, հետո միավորվեն, թե միավորված բևեր ստեղծեն, միավորված առաջարկ քեզ ներկայացնեն product, դու այդ product-ը կամ գնես կամ չգնես, դե ընտրությունը է դա, չէ՞, գնում ես ընդրական տեղամաս այդ product-ից օգտվելու, այո կամ ոչ, եւ քվեարկում ես քո ձայնով։ Հիմա ես սահմանում եմ, որ դիմադիր ուժերը ուզում են անեն մի բան, որը ժողովրդի պահանջը չի։ Եթե ժողովրդի պահանջը չի, հետեւաբար ընտրությունների մասնակցությունը նվազ կլինի։ Այսինքն ամբողջ աշխարհում քաղաքական ուժերը ուսումնասիրում են ինչ է ուզում ժողովուրդը, դրա հիման վրա կազմում են product, այսինքն այն ինչ որ դու ուզում ես առաջարկես ժողովրդին։ Հիմա ժողովուրդը ուզում է որ ընդդիմադիր ուժերը միավորվեն։ Դիմադիրները չեն ուզում։ Այդ է էլի բա, միավորվեն եւ միավորված գնան հաղթեն իշխանությանը։ Ընդդիմադիր ուժերն ասում են չէ ախպեր ջան, մենք ավելի լավ գիտենք, քան դուք, այսինքն ըստ էության մենք եկել ենք հանգե մի բանի, որ ժողովուրդը ավելի հասուն է, ավելի գրագետ է քաղաքականապես, քան մեր քաղաքական բոլոր միավորները իրար հետ վերցրած։ Որտեւ եթե չստացվի, այն ինչ որ հիմա մենք ասում ենք, ընդդիմադիր ուժերին սպասում է ֆիասկո, խայտարակություն։ Եվ ես դեռ հույս ունեմ, սա ավարտված չի, դե հիմա քննարկումը նոր է բացվել։ Եվ ով որ կասկածում է նաև ձեր եթերից օգտվելու, ուզում եմ ասել, որ կասկածում են, թող հարցում պատվիրեն եւ կտեսնեն, որ մեծամասնություն հարցողների պնդում են, որ մենք ուզում ենք, որ դուք միավորված հանդես գաք, եղբայր։ Մեր պահանջը սա է, մեր պահանջը բավարարեք, մենք տանից դուրս գանք քվեարկենք ախպեր։ Պես է ասածները։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հեռանկարում Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էր։